Բարև ձեզ, հանրային ձայնը ինչպես միշտ սկզբունքներին չդավաճանելով գնում ենք կառուցողական տարբերակով եւ եւս մեկ նախագիծ, կարելի է կոչել լրացում նախագծին, որը վերաբերվում է կարամ կարդամ, կարամ բացատրեմ, որտեվ հարց տվողներ շատ կլինեն, հանձնաժողովին շատեր, բայց ամեն դեպքում ասեմ։ Երևան համայնքում 10% համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, այսինքն երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար զինվորական ծառայության հետ պատճառական կապով եւս սահմանել անվճար։ Որպեսզի շատ երկար չկարդամ, բացատրեմ։ Տարբեր խմբեր կային, որոնց որ արտոնություններ տրվեցին անվճար, ոնց որ ուզում եք, ինչումներ խնդիրը։ Առաջի երկրորդ կարգի հաշմանդամները արտոնություն ունեն։ Զինվորականները մենք գիտենք, ոնց նախկինում ներկա պահին էլ անվճար բնեի աշխատողները երթևեկում են, մեր զոհվածների ընտանիքների համար տրվեց արտոնություն, նորից մեր լրություն դահլիճում էլի։ Հա, ես դες ուզում եմ հասկանամ։ Փոխել են երևի ոճը։ Ուրեմն մնացել էր մեր կարծիքով էլի խոցելի խմբեր կան, բայց իմ կարծիքով, հանրային ձայնի կարծիքով, սա այն մարդկանց համար է անվճար տրանսպորտի երթևեկությունը ամբողջ Հայաստանի տարածքում գրանցվածների բոլոր մարտական գործողություններին մասնակցած եւ այդ ժամանակ վիրավորում ստացած, որ վերջում ստեղ ունենում են երրորդ կարգ, հա, մեր ժողովրդական ասեն, որ երևանցիներն ու մնացած Հայաստանի բնակիչները հասկանան, թե ինչի մասին է նախագիծը, որտեղ ստեղ շատ տերմինոլոգիայով է գրած, հատուկ այդ երրորդ կարգի մասին է խոսքը գնում։ Ես կարծում եմ, որ նմանատիպ շնորհակալություն մենք բոլորս ունենք տալու այն մարդկանց, ովքեր առանց մի ակնթարթ մտածելու գնացել են, պայքարել են 90-ականներին, 16 թվականին, 44 օրյայի ժամանակ եւ կորցրել են իրենց ինչ-որ առողջության մի մաս, ասենց ասեմ։ Ես վստահ եմ, որ այդ մարդկանց համար իրանք կորցրել են այն ինչ որ կարայինք մենք չկորցնեինք կամ ով որ չի մասնակցել կամ շատ չմտնենք ոնց որ խորանանք հիվանդությունների մասին, ստեղ ավելի մանրամասն է գրած, դրա համար եմ ասում, սա երրորդ կարգն է եւ առաջարկում եմ մեր այս լրացումով, որ նրանք երթևեկեն մեր տրանսպորտով անվճար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Ավագյան, հարցեր զեկուցողին։ Հարցերի համար հերթագրում։ Չկա հարցեր։ Հարցեր չկան, ելույթներ։ Ելույթների համար հերթագրում։ Մանուկ Սուքերսյան։ Շնորհակալություն, նախ պիտի արձանագրեմ, որ օրակարգի հարցից հարց, քվեարկությունից քվեարկություն, ելույթից ելույթ, ինչով sense մի հատ անհասկանալի միգրացիա է տեղի ունենում, ավականու տարբեր անդամների իշխանական, Տիգրան Ավինյանը, վարչական պատասխանատուներ, այդպես ուղղակի վեր են գնում ու գնում են, սա եւս խոսում է ավականու նիստի նշանակությունը հնարավորինս նվաստացնելու եւ նսեմացնելու մասին, շատ անհասկանալի է ինչի մասին է խոսքը, գալ խոսք հնչեցնել եւ պատասխան դեմարդեմ խոսքին չսպասելով թողել գնալ։ Հիմա արձագանքեմ նախորդ հարցի քննարկման ժամանակ եղած որոշ բարձրաձայնումների, ուրեմն մենք այս պահին ինչ քաղաքի կառավարում, քաղաքի իշխանություն ունենք, որ սկանդալը սկանդալի հետևից, աղմուկը աղմուկի հետևից, անիվում պարվում է ոչ միայն մշխուն չարաշահում կա, նաև ընտանիքի հետ փոխկապակցված անձանց ֆինանսական հատկացում, Մոսկվայի մասնաճյուղը անհարկի ֆինանսավորվել է, արդյունք չի տվել,
Հիմա դա էլ է նախկինների ինադու արվել, հա, այդ եմ ուզում հասկանալ։ Կամ ինչ որ նախկինների հետ ինչ որ կապ ունի, ասենք այն ձայնագրությունները, որ դուրս է գալի լրատվամիջոցներ, թե Երևան ավտոբուս ՓԲ-ի տարբեր պատասխանատուներ ինչ բառապաշարով են արտահայտվում երևանցիների մասին ու Երևանի քաղաքային իշխանությունը զրո արձագանք է տալիս դրան։ Եվ այդ նախկիններ, մյուս, այդ նույն այդ ճախարակը պտտել, ամեն անգամ նույն 7 տարի է դուք իշխանության եք։ Եվ այդ որ շատ տենց տարփողում եք այդ թեման, ով ժամանակին ինչի հետ է կապ ունեցել։ Նախկինների օրոք ընտրությունների ժամանակ ինչքան թաղային ձայն բերող կար, 23 թվականին ձեր համար էր աշխատում։ Հիմա ով է նախկինների թողած այդ արատավոր ժառանգության շահառուն, մենք թե դուք։ Վար հասարակ, այսքան սկանդալ, այսքան աղմուկ, այսքան քրեական գործ, այսքան ձերբակալություններ, այսքան կիսատ, ասենք, հպարտանում եք, որ կանաչապատման վրա, տեսեք ինչքան փող է ծախսվում, քրեական գործը պոչից է գալիս, օդի որակը գնահատող միջազգային կազմակերպություններն էլ իրենց գնահատական են տալի, որ վերափող այնքան մեր քաղաքի էկոլոգիական վիճակը ավելի է վատանում։ Այդ ո՞նց է տենց։ Ո՞նց։ Որտեվ առատության եղջյուրից այնքան շինթույլտվություն եք դարել, Երևանը անապատասխան ճանապարհն է բռնել, քաղաքի ենթակառուցվածքները չեն բավարարում։ Անցած ամառ Երևանը, ասենք, կարող է ժամեր շարունակ ամբողջական թաղամասեր մղձավանջի մեջ հայտնվեին, որ աղբա փողոցում թափված, ջուր չկա, էլեկտրաէներգիա չկա, փոշինել պարա բռնել փողոցներում։ Էդ էլ է նախկինները մեղավոր։ Բայց էլ եմ ուզում հատուկ ընդգծել, այդ նախկինամանյան, դա չի աշխատում, Գյումրիում էլ դա երևաց, եւ ուզում եմ հատուկ դիմել գյումրեցիներին, հարգելի գյումրեցիներ, տեսեք, որ խնդիրը միայն փողի առկայության մեջ չի, քաղաքի կառավարումը Երևանի օրինակով պատկերացրեք Գյումրիին սպասվելիք են կատարսիսը, որը հանկարծ Աստված մի արասե գա Գյումրիի գլխին ու չի կարող քաղաքացիական պայմանագիրը հանրապետությունը ղեկավարել այս ցուցանիշներով, Երևանը ղեկավարել այս տրամաբանությամբ, բայց այլ մի առանձին վերցած համայնքում բացառություն լինի, լրիվ ուրիշ իրականություն մենք տեսնենք։ Այո, նաև էլ այդ նախկիներից եկած այդ արատավոր պրակտիկա, որը դուք կատարելագործել հասցրել եք նրան, որ ձեր հետ փոխկապակցված մարդիկ, ՍՊ-ներ, մեկ անձից գնումներով կամ այդ կեղծ Սարքովի այդ տենդերներով հարստանալը, որ հարստանում են։ Փակ շուկայի դիմացի Մաշտոցի պողոտայի այդ անցումը քանի անգամ վերանորոգեցիք։ Քանի տարի է Երևանյան լիճին փող եք հատկացնում, էլի եք փող հատկացնում։ Նույն ասֆալտապատման վրա, ասենք միջին նորոգման համար, չգիտեմ, 50 քանի կիլոմետր փող։ Հիմա հեսա որ եղանակները ամբողջովին տաքանանք, Երևանում ինչ վիճակատիրում։ Ավարտվեց պարոն Սուքիասյան ձեր ժամանակը, ֆրակցիաների անունից ելույթներ կան։ Պարոն Սուքիասյան ձեր ֆրակցիայից Պարոն Մանուկյանը, համեցեք։ Տեսեք, ներկայացվող որոշումը որ կա, ինչ վիճահարույց կետ ունի, որը նաև ներկայացրել եմ եւ զեկուցողին եւ քաղաքապետարանում, չկա ֆինանսական վերլուծություն։ Այսինքն, այս սրանով, որ դուք կատարում եք մարդկանց որոշակի անվճար երթևեկելու հնարավորություն եք տալիս, չի նշում, թե կոնկրետ ինչքան բեռը առաջացնում։ Եվ դա հերթական անգամ գալիս է ապացուցելու, որ քաղաքային բյուջեն, չգիտեմ ում հորդուքյանն է։ Այսինքն փողը ուզենան ստեյց ընդե կտանեն, ընդեյց ստե կբերեն։ Դրա վառ օրինակը, որ 21 միլիարդ, եթե չեմ սխալվում գումար, հիմա հատկացնում եք Երևան ավտոբուսին։ Այսինքն այդ գումարն էլ բերում հատկացնում եք, տակը բացվածքը չկա։ Դրա փոխարեն կա նամակի պատասխան, մի անգամ էլ պետք է կրկնեմ, որ ավտոբուսի շոֆերների վրա ավել փող է գրած։ Մի անգամ էլ պետք է ասեմ, որ 1600 վարորդ է գրած, բայց օրինակի համար տրամաբանություն չկա, որ առավոտ շուտ է զապաս, այսպես ասած, վարորդները
ավտոբուսով գից դուրս գան, այն պիկ ժամերին սկսեն գնալ գալ։ Գոնե գաղափարագողությամբ զբաղվեք, որ տարբերակներն առաջարկում եմ կիրառեք։ Այսինքն այն վարորդները, որ գալիս են, սպասում են օրվա մեջ, որ իրանք պիտի լինեն փոխարինող, այդ պիկ ժամերին սկսեն աշխատել գնալ գալ։ Հաջորդը օրինակ քաղաքապետարանի այդ ֆինանսական վարչությունը ասեմ կամ ով ասեմ, կարծիք ինչի համար չի տալիս, էլի։ Օրինակ ինքը պետք է կարծիք տալ, որ այս որոշման արդյունքում, այսինքն որոշման բարոյականությունը մի կողմ դնեն, գալիս ենք ֆինանսական վերլուծության։ Այսինքն սրա արդյունքում առաջանում է այսքան բեռ։ Դրա արդյունքում բյուջեն պետք է օրինակի համար պլանավորումը փոխվի։ Մի քիչ գումար ստեից դե բերվի, դեից ընդ տարվի։ Այսինքն ձեր մոտ խնդրեմա ժողովուրդ էդի հասկանում եք։ Մի 10 անգամ ասել եմ, մի անգամ եկը կրկնեմ, այս քաղաքապետարին է վերաբերում։ Այն որոշումները, որի տակ կա փող, ժողովուրդ, նաև պետք է լինի ֆինանսական վերլուծություն ու կարծիք։ Այսինքն ստացվում է, ով որ ժամանակ քնում հելնում է, ոնց ուզի փողը ստեից ընդեյա տանում, ընդերից ընդեղ է բերում։ Այդ երևույթը նորմալ է, ու դուք համարում եք, որ դա ժողովրդավարություն է։ Այսինքն գործընկերել ունեք, ովքեր միշտ պայրանց դրոշակը ժողովրդավարությունն է, բայց ասենք թե բյուջեի քննարկման ժամանակ այնքան են վախեցել, պարոն Փամբուշյան, զեկուցողը դուք եք ձեզ ասեմ, էլի, միլիարդավոր դրամների վերաբերյալ ասում են 2 արտից ավել հարկ չտաս։ Այդ չեմ տա 2 արտից ավել, կմտնեմ ես կխոսամ, մեկ այմ աուդիտորիան բոլորին գումարած ավելի շատ է իմ աուդիտորիան։ Իմ աուդիտորիայի հետևից սկսեք դուք հերքել կամ հակառակն անել։ Հիմա նույնն էլ էսի է, ժողովուրդ ջան, հասկանում եք, բերել է օրինագից, որը որ օրինակի համար ներկայացել է ֆինանսական վերլուծություն, ֆինանսական կարծիք քաղաքապետարանը չի արտահայտում։ Բա որ պարզվեր այդ սեգմենտը օրինակի համար 10,000 մարդ է օրինակի համար։ Ոնց էր դա լինելու։ Շնորհակալություն, հերթական անգամ ցույց եմ դնում, որ կառավարման խնդիր կա։ Այլ ելույթներ խմբակցությունների կողմից համեցեք պարոն Գալաջյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, Պարոն Ավագյան, նախագիծը նախապես միասին քննարկել ենք եւ սա մեր ընդհանուր համակարգային բարեփոխումների եւ դրա շրջանակում արտոնություններ տրամադրելու տրամաբանության մեջ է մտնում։ Իհարկե նախագծում տեսա որ տվյալներ շատ մանրամասն չկան, բայց նախնական քննարկում եղել այդ մասով։ Եվ նաև հաշվի առնելով, որ հիմա այս նախագիծն ենք ընդունում, որ ըստ էության հանրային տրանսպորտին է վերաբերվում, ուզում եմ հայտարարել, որ հաջորդ հարցը, որը որ նույնպես լինելու է հանրային տրանսպորտի մասին եւ արդեն մի քանի անգամ արդեն տարուց ավել այս դահլիճում քննարկվում է, եւ նաև վերջերս մոտ 80,000 քաղաքացու ստորագրության հիմքով նաև այստեղ քննարկվեց, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը եւ մենք այլևս գտնում ենք, որ տվյալ հարցը արդիական չէ քննարկելու նաև այս ֆորմատով եւ մենք քաղաքացիական պայմանագիր եւ հանրապետություն խմբակցությունները իր ամբողջ կազմով չի մասնակցի հաջորդ հարցի քննարկման։ Շնորհակալություն։ Ամփոփիչ ելույթի համար մինչև 5 րոպե պարոն Ավագյան։ Հա, ճիշտ ասած ես մի քանի հարց ունեի ուղղելու պարոն քաղաքապետին, բայց ամեն դեպքում ինձ թվում է կնայի Ժորժ ջան, ես ավարտեմ ձեր լռություն։ Ես ձեզ չեմ ընդհատել, էլի։ Լռություն, հարգելի գործընկերներ, լռություն թող ավարտի զեկուցան։ Ձեր հետ կապված բան չեմ ասում, չեմ ուզում մրցում ընկնենք ով ավելի շատ օպոզիցիա։ Ժորժ, ձեր հետ կապված չի, խնդրում եմ երկու լուրջ հարց կա, որ ինձ հետաքրքրում է, որը չհասցրեցի տամ, նույն բյուջեի հետ կապված է։ Դες գեղեցիկ թվեր, գեղեցիկ հոդվածներ, բայց ավելի որ խորանում ես, հա, օրինակ կարամ ավտոբուսների մասին որոշակի ինֆորմացիա ունեմ, կուզենայի լսեի պատասխանները քաղաքապետից, բայց հերթականությամբ գնամ, անցած նիստի ժամանակ քաղաքապետը հրահանգեց, չէ, որ զբաղվեն այդ բենզակալոնկը, բենզալցակայանով, ես հետո մի քանի հատ էլ գտա նման բենզալցակայաններ, Հերացի 2/3-ներ, Հրաչյա Քոչար 27/9 եւ Վարդանանց 69/6 Ստեղ հետիոտնի, չգիտեմ, հետիոտնի վրա է, զեբրայի վրա է բանը, բենզալցակայանը, նույնը Հրաչյա Քոչար, մայթի վրա, այնտեղ ահավոր նորմերի խախտում կա, ես ուզում եմ հասկանամ, այդ որ մի ամիս անցավ, ոչ մեկ չգնաց այդ հերացու մաս, այդ բենզալցակայանի մոտ, այս երկու հատն էլ ավելացնում եմ, ուզում եմ հասկանամ, միգուցե ենթակաները սաբոտաժ են անում, թե բարեկամական կապեր կա հովանավորում են,
Ինչու՞մն է խնդիրը, որ երևանցիների անվտանգությանը սպառնացող բենզա լցակայանները, որոնք նորմատիվները խախտած են, չեն ապա մոնտաժում։ Մի հարցը սա էր, մյուսը օրինակ շների հողակի հետ կապված։ Ես տեղեկություն ունեմ, որ Գյումրիի համար 30-ից 40 միլիոն հատկացվել է մեր բյուջեից այնտեղ, որ PR արվի Սարիկին։ Չգիտեմ ինչի համար արվում, իմանալով, որ այնտեղ իրանք իրանց բյուջեն ունեն, բայց մենք ստեղ Երևան քաղաքի շների հարցը չենք կարողանում լուծել, որ Ներեք, էլի դուք հարցի զեկուցողն եք, ձեր հարցը։ Ես գալիս եմ։ Դուք այստեղ հարցադրումներ եք անում, որը որ ուրիշ ֆորմատ է։ Խնդրում եմ ձեր հարցը ամփոփեք, որպեսզի անցնենք։ Ամփոփում եմ, հա։ Մենք մեր շնիկին ստերջացնում ենք, քննացնում ենք, բայց հողակը ստեղ Երևանի չի կարողանում կենտրոնում մարդկանց վրա են հասնում։ Սովորական շները, այդ բաները չէ, էլի այդ խոսացողները չէ։ Նույնը կարամ ասեմ, այդ լուսագովազները Միասնիկյանի CPS, Ֆլեշի, այդ գազանանոցի ճանապարհի ոչ մի բան հստակ չի լուծվում, բայց այդտեղ զեկուցվում է կատարողականա, հրաշքա, գերակատարածա, պրեմիա եւ այլն։ Այդ հարցերն էի ուզում բարձրաձայնեի, մի հատ էլ լսեի դրանց պատասխանները։ Եվ մի փոքր էլ ոնց որ տրանսպորտի հետ կապված պարոն Մանուկյանի ոնց որ ասացին շարունակեմ ավտոբուսների հետ պրոբլեմներ ա լինում, մարդկանց գործից հանում են, հետո մարդիկ ակտեր են ստանում արդեն չաշխատելով, հետո գնում են դիմում են, որ տնօրենին հանդիպեն, այնտեղ իրանց հրմշտում ասում են գնացեք, հետո իմանում ենք, որ ֆարսունկեք կա բավականին շատ փչացած, որոնք գերածախս ունեն, որ վառելիքի, դրա հետևից ոչ մեկ չի գնում, ասում են քշեք, բան չկա, գերածախսա մենք գիտենք, հետո մի քիչ ես խորանում այդ հիգերների վրա սպիդոմետր չկա, որ հասկանանք ոնց է, ու տենց ավելի ու ավելի ժամանակն է սպառվում, եւ երկրորդը ֆորմատը, ասած ֆորմատ գոյություն չունի։ Դե ես մի քիչ տենց ունեմ, աշխարհում չկա, որ զեկուցողը հարցի Սա ամենակարևորն է, որ հասանելի Ես լինի, կողմ եմ քվեարկելու ձեր նախագիծը։ Ես գիտեմ, որտեղ ես նախագիծն է, որ դժվար թե, բացի Գրիգորյան Հայկից, կներեք, բոլորի մասին էի մտածում, բոլորը, մի հատ հուշեք, որ սա ելույթ է, որ չխանգարի։ Ելույթ եմ ունենում հարցականի նշաններով։ Ուզում եմ մի հատ քաղաքապետարանից համապատասխան վարչություններից իմանամ այս հարցերի պատասխանը, բայց կուզենամ, որ պարոն Ավինյանը լսի, իրանց հետ խոսա, հասկանա, սա սաբոտաժ են անում, թե գործում է ինչ-որ մի հատ լուրջ համակարգ։ Շնորհակալություն։ Խնդրում եմ բոլորիդ դրական քվեարկեք իմ նախագծին։ Հանրային ձայնի, շնորհակալություն։ Սպասենք դուք հասնեք ձեր տեղը, նոր հայտարարեք քվեարկություն, որտեղ ես էլ ընդեղից եմ քվեարկելու։ Չէ, հեսա բան։ Վերջացել է արդեն այդ ֆորմատը, պարոն Թորոսյան։ Քվեարկություն։ Հա 51 կողմ նախագիծը ընդունվեց